Ողջույն հարազատներս, ես Նունեն եմ, էզոտերիկ, թագնագետ, Պրանիկ Հիլինգի 3-րդ աստիճանի վարպետ, թվագետ, աստրոլոգ, սրանք են փոքրիկ, մի քանի բաներն եմ ասում, շատ չեմ ընդարձակում։ Ուզում եմ այսօրվա հանդիպումս նվիրել 2026 թվականի թվային մեկնաբանությանը, ըստ մոլորակային նշանակության նախ առաջի հանդիպումը, հաջորդ հանդիպումը կկազմակերպեմ արդեն ըստ անհատական մոլորակային տարվա, թե ինչ էներգիաներ են նախապատրաստել յուրաքանչյուրիս համար տիեզերքը։ Ուրեմն սիրելիներս, այսօր միասին բացելու ենք 2026 թվականի էներգետիկ պատկերը մոլորակային մակարդակով, համամարտկային ազդեցությամբ, թվաբանական խորքային իմաստով և այն հզոր խորհրդանշով, որը անվանում ենք հրեղեն ձիու տարի։ 2026 թվականը ասեմ, որ պատահական թիվ չէ։ Սա այն տարին է, որ գալիս է ոչ թե պարզապես փոխելու ընթացքը, այլ արագացնելու, լուսավորելու և սիրելու մարդկային կամքը։ Տարին, որից հետո աշխարհը նույնը չի լինելու, և մարդը նույնպես իր ներսի ուժի, ընտրության, ճակատագրի և ուղղու զգացողությամբ այլ է լինելու։ Ըստ մոլորակային նշանակության ինչ է բերելու 2026 թվականը մարդկության համար, նախ պարզենք և սրան գումարենք հրեղեն ձիու գալիք տարին։ Ուրեմն 2026 թվականը նախ համաշխարհային մակարդակով նշվելու է որպես արագացման, ուղղության փոփոխության և յուրաքանչյուրի կամքի արթնացման շրջան։ Արեգակնային ուժի ակտիվացում, որովհետև եթե 2-ին գումարենք 0, գումարենք 2, գումարենք 6, արդյունքում մենք 10 ենք ստանալու, իսկ 1-ին գումարելով 0, նշանակում 1 ենք ստանալու, որովհետև ըստ թվագիտության, չնայած որ շատ թվագիտություններում 1-ից 9 է հաշվում, բայց կան թվագիտություններ, որտեղ 10 և ավելի նշանակություն ունեցող թվեր են կարևորվում։ Դրա համար ես այսօր կանգ եմ առնելու թվերի կոնցեպցիայի մեջ, որտեղ կա 2, կա 6, կա 26-ի 8-ի էներգիան և ընդհանուր 10-ի էներգիան և 1-ի էներգիան, այո։ Տարվա հիմնական թրթիռը կապված է արևի սկզբունքի հետ, որովհետև 1 թվի էներգիան համապատասխանում է արևի էներգիային, որտեղ մարդու ինքնության ամրացումն է, մարդու եսն է, առաջնորդական ներուժը, ես կարող եմ, ներքին ձայն արթնանալու է մարդկանց մեջ, և մարդկությունը կսկսի վերադառնալ սեփական որոշումների պատասխանատվությանը։ Արևի ուժը միշտ ասում է. դու ինքդ ես քայլում, ոչ ոք չի կարող քեզ փոխարինել։ Նաև արևի էներգիան համեմատում եմ Մարսի էներգիայի, որպես հորոսկոպի առաջի տարերքը, առաջի կենդանակերպը, նախ կրակի տարերքն է, արևն էլ կրակի տարերքի ղեկավարն է, և խոյ համաստեղությունը, որով սկսում է մեր հորոսկոպը, իսկ խոյի գլխավոր ղեկավարը Մարսն է։ Ուրեմն Մարսի էներգիան էլ այստեղ իր ծանրակշիռ կամ գերակշիռ մասը կազմելու է։ 2026-ը առանձնանալու է իր բարձր շարժունակությամբ։ Սա տարի է, երբ աշխարհում որոշ իրավիճակներ զարգանալու է շատ ավելի արագ, քան մարդիկ կսպասեն։ Խաղացանկը կդառնա ավելի թափանցիկ, ինչը թաքուն էր բացվելու է, ինչը թուլացած էր քանդվելու է, ինչը ուժեղ էր ուժեղանալու է։ Այստեղ մենք ունենք 2-ի և 6-ի էներգիաները, որոնց հովանավորներն են 2-ինը լուսնի և 6-ինը Վեներայի, նուրբ հավասարակշռության կարիք է լինելու։ Քանի որ տարում շարժը մեծ է, մարդկությունը պետք է նաև զգացմունքային հավասարակշռություն, հարաբերությունների վերանայում, մեղմություն, համբերություն, ներողամտություն։ Դա չենք կարող անտեսել,
Հակառակ դեպքում Մարսի ուժը կդառնա եռուն և կտրուկ, այսինքն պիտի ուշադրություն դարձնենք լինելու ավելի հավասարակշռված, հարաբերություններին վերանայենք, ներողամտություն ցուցաբերենք։ Համաշխարհային թեմաները, որոնք կբարձրանան 2026 թվականին կամ ավելի ակտուալ կլինեն, նախ ազատության զգացողությունը և սահմանների փոփոխություն պիտի լինի։ Ճանապարհորդությունների, տեղաշարժերի, շարժունակության մեծացում է լինելու, թվային տեխնոլոգիական թռիչքներ, մարդու ներքին կոչի բարձրացում, ինչի համար եմ ես այստեղ, հին իշխանությունների, հին համակարգերի վերանայում, նոր նախաձեռնությունների ծնունդ, անհատից մինչև հասարակություն։ 2026-ը չի հանդուրժում կանգնեցվածություն։ Տարվա ուղերձը պարզ է. այժմ շարժվելու, զարգանալու և բաց լինելու ժամանակն է։ Ըստ թվաբանական նշանակության տարվա հիմնական թիվը 10 է, իսկ 10-ը խորհրդանշում է շրջանի ավարտ, հին դռների փակվել և նոր ուղու բացում։ 10-ը մի տեսակ վերջի և սկիզբ դնելու սիմվոլն է։ Դա էներգիա է, որը ասում է պետք է փակել նորը բացելու համար։ Այս թիվը անմիջականորեն կապված է մեկ թվի հետ, ունի շատ բնորոշ հատկանիշներ, ինչպիսին որ մեկն է, բայց հենց 10-ը լրիվ փոխում է մարդու պատկերը, ինչը ապացուցվել է հետազոտություններով, որը ակնհայտ է դառնում իր շողացող փայլով, ազնվական արքայավայել կեցվածքով, 10-ը դա ուժեղացված մեկի էներգիան է։ Եվ մենք պիտի կարևորություն տանք ոչ միայն մեկին, այլ իր ուրույն կարևոր տեղը դնել 0-ին, հենց թվերի կողքին, որպես առանձին միավոր, որտեղ մարդը կարող է 0-ի դեպքում մնալ ճահճի մեջ, մնալ կանգնած, եթե ինքը բացասական ռեսուրսի մեջ է, իսկ դրականի դեպքում ինքը կարող է թռիչք ունենալ, մեկնարկ վերցնել 0-ից։ Յոգ Բահաջանը, որը տանտրիկ նումերալոգիայի թվագիտության հեղինակն է, որը իջացրեց այդ գիտելիքները մարդկության մեջ, ասեց, որ ժամանակն է, որ մարդկությունն էլ տիրապետի այս գիտելիքներին, նա ասում էր, որ 10-ը պարտականությունից դեպի երջանկություն գնալու մեկ քայլն է։ Եթե մարդը չունի այս թիվը, կարող է այն զարգացնել, իսկ տիեզերքը 2026 թվականով յուրաքանչյուրիս նվիրել է այդ էներգիայի ազդեցության տակ ապրել, լիներ արքայավայել, ազնիվ, բարձր գիտակցական պահվածքով և ունենալ պարտավորվածություն, որտեղ պարտավորվածությունը ձևավորում է բնավորություն, բնավորությունը ստեղծում է արժանապատվություն, իսկ արժանապատվությունը տանում է բոլորիս աստվածային բնություն։ Տարվա թաքնված թիվը մեկն է, որը սկիզբ է, առաջնորդություն, ինքնաճանաչում, մարդու իր եսին գնալու ոսկե ալիքը։ 2026 թիվը մարդուն ասում է՝ մի սպասիր, մի հետաձգիր, մի թող ուրիշները որոշեն քո փոխարեն։ Տարվա ներքին թվերը, ինչպես նշեցի, 2-ը, 0-ն, 2-ը, 6-ն է։ Ուրեմն առաջի 2-ը, որը հազարամյակ արդեն պիտի մարդկության հետ գնա, գործընկերություն, համագործակցություն, հուզական հավասարակշռություն ունենալն է։ 0-ն իբրև դատարկ տարածք, որտեղ ամեն ինչ կարող է սկսվել նորից։ Հաջորդ 2-ը կրկնություն, հարաբերությունների կարևորությամբ, այսինքն վերանայել, կրկնել, բացառել բոլոր լարված հարաբերությունները, իսկ 6-ը դա ընտանիքի պատասխանատվության, ստեղծարարության և հոգատարությունն է։ Եթե կարողանանք այս կանոնները պահպանել յուրաքանչյուրիս ընտանիքում, ներաշխարհում, շրջապատում, կտիրի խաղաղություն, կտիրի բարեկեցություն։ Այս թվերը միասին հաղորդում են բոլորիս տարին պահանջելու է անհատական կամք,
և համագործակցություն և պատասխանատվություն, սա հիշեք։ Սա շատ ներդաշնակ համադրություն է, առաջինը առաջ է բերում մեղմացում և հավասարակշռում, և երկրորդը կյանքի նյութական ու ընտանեկան կողմին, որպեսզի կարողանանք ուշադրություն դարձնել։ Իսկ տարվա հիմնական վիբրացիան 10 որպես ըստ տարոնումերալոգիայի կալեսո ֆորտունան է, բախտի Լաքշմիի անիվը, ճակատագրի շրջադարձը։ 10 համարվում է մեծ շրջադարձի, կարմիկ վերադասման, ճակատագրի անիվի պտտման թիվ։ 2026 թվականը 10-ի ազդեցությամբ բերելու է սահմանափակումների քանդում, փակ շրջանների ավարտ, ճակատագրային պտույտ, երբ կյանքը փոխում է ուղղությունը, հին ծրագրերի փակման և նոր ճակատագրի դուրս գրման պահ, հանկարծակի բեկումներ և վեր և վար, ուժեղ կարմիկ պատասխաններ, թե դրական, թե բացահայտող, առաջնորդական, որպես մեկի էներգիայի տակ գտնվող, այդ առաջնորդական էներգիայի ծնունդը յուրաքանչյուրիս ներսում ինքնուրույն որոշումների պնդմամբ։ 10-ը մեզանից պահանջելու է հավատ, վստահություն, ճանապարհի ընդունում, չխոչընդոտեք ճակատագրի անիվի պտտմանը, հասկանալ, որ ամեն փոփոխություն ունի իր կարմայական տրամաբանությունը, և 2026 թվականը հենց այդպիսի տարի է, ոչ թե պատահական շրջադարձներ են գալու մեր կյանք, այլ ծրագրավորված պտույտներ, եթե իհարկե մենք կարողանում ենք նաև ճիշտ աշխատել այս թվային էներգիաների հետ։ Ուրեմն անդրադառնամ 26 թվականին։ Երկուսին եթե գումարում ենք 6, արդյունքում ստանում ենք 8։ Տարվա խորքային ուժը 8-ն է, որը վերագրում է վարագույրի ետևի օրենքները։ 8-ը շատերը երևի կիմանան, ովքեր ծանոթ են թվագիտությանը, դա Սատուրն մոլորակի ազդեցության էներգիաներն են, որտեղ տիրելու է իշխանության, օրենքների, կարմիկ արդարության, նյութի և ուժի էներգիաները։ 8-ը բացում է վերևից եկող կարգեր, աշխարհի զարգացման լայն մասշտաբով, իշխանության վերադասավորումներ, պետությունների նոր քաղաքական կետեր, համաշխարհային համակարգերի թափահարում, կարմիկ արդարության ուժեղացում, ճշմարտությունների բացահայտում, ֆինանսական տուրբուլենտություն ենք ունենալու, բայց նաև նոր հնարավորությունների բացում, ուժի պահանջ, անձնական սահմանների, արժանապատվության, որոշումների մեջ։ 8-ի էներգիան հարց է տալիս. քո ուժը ում ձեռքում է, քննարկիր քո կյանքի, քո սեփական ձեռքբերումդ։ 8-ը սովորեցնելու է չվախենալ մարզվելուց, չվախենալ խստությունից, չվախենալ պատասխանատվությունից, նյութը կառավարել, այլ ոչ թե կառավարվել նյութով։ Ուրեմն 26 թվի էներգիան նաև թռիչքի, ուժի, իմաստության և նույնիսկ ճակատագրական քայլերի թիվ է։ 2 հզոր թվերի միավորում 2-ի և 6-ի և կապ մարդկանց երրորդ աչքի զարգացողականությունը բացելու, քանի որ 2-ը մարդու ինտուիցիան է, 6-ը հոգևոր պատասխանատվությունը, ծառայություն և հոգատարություն։ 26-ի էներգետիկան 2026-ին բերելու է մեզ խորը հոգևոր պատասխանատվություն գործողությունների համար, ինտուիցիան որպես 2-ի էներգիա միավորելու է պարտքի, պատասխանատվության հետ, 6-ի էներգիայի հետ, և այս թվով տարիները պահանջելու են մեզանից ճիշտ որոշում կայացնել, ներքին լսում ունենալ, լսել մեր ներքին ձայնը, չվնասելով մեր գիտակցությանը և ունենալ հոգևոր հասունություն։ Ես ընդհանրապես իմ բոլոր, ովքեր որ իմ կոնսուլտացիաների հետ ծանոթ են, ես համարյա թե բոլորին ասում եմ, հոգևորը ինձ համար
մարդու ճիշտ ու ազնիվ ապրելն է։ Ուրեմն ներքին ուսուցչի արթնացման ժամանակն է, որ աշխարհում արտաքին յուրաքանչյուրս պատասխանատու լինենք մեր քայլերի։ 26 թվականը տանելու է դեպի ծառայություն, օգտակարություն, իմաստուն ընտրություններ, վախերից հրաժարում։ Կարող է բերել նույնիսկ կարմիկ փորձության հարաբերություններում, որովհետև թիվը կապված է մարդկանց, ընտանիքի, գործընկերության կարմիկ դասերի հետ։ 2-ի և 6-ի միացությունը, որպես 8 էներգիա, ծառայում է կապ և պատասխանատվության, օրենքի և ուժի դաշտում։ 2026 թվականը ստիպելու է մարդկանց ճիշտ վերանայել իրենց արժանինքները և պատասխանատվության շրջանակները։ 26-ը հենց այն է, ինչ ուժեղացնում է տարվա մեծ վախճանի սկզբի ալիքը, և սա ամբողջականությամբ միավորվում է հրեղեն ձիու տարում։ Հրեղեն ձին լրացնում է թվաբանական դաշտը, բերում է արագություն, ճակատագրի անիվին արագ պտույտ, միանմետասի էներգիայի, 8-ի էներգիան որպես ուժի դաշտի փորձություն, իսկ 26-ը պատասխանատու և խորը որոշումներ կայացնելու առաջին հերթին մեր ընտանիքների, հետո ընդհանուր մեր հասարակության առջև։ Այսինքն տարին չի հանդուրժի դանդաղում, ինքնախաբեություն, կասկած, տատանում, թույլ սահմաններ, ով համընկնում է 10-ի, 8-ի և 26 դաշտերի հետ, ստանալու է մեծ լայնացումներ, հնարավորությունների բացումներ, իսկ ով ընդդիմանալու է, հարգելիներս, ստանալու է կարմիկ դասի ուժեղացում, որովհետև Սատուրն մոլորակը հենց ինքը կարմայական մոլորակ է, հնուց ի վեր եկած, իսկ հրեղեն ձին իր խորհրդանշանը և մարդկության վրա իր ունեցած արդյունքով պիտի հասկանանք, որ 3 շերտ ունի։ Ձին որպես շարժում, ազատություն, ուժ, ոգի, կրակը մաքրություն, կենսականություն, ճշմարտության թափ, ձին կրակի հետ միացած բերելու է մեզ արագ, համարձակ, ճակատագրական փոփոխություններ։ Ձին խորհրդանշում է ճանապարհ, ուղի, ազատություն, անկախ որոշում, նախաձեռնություն, ներքին ուժի բացում։ Ձին երբեք կանգ չի առնում, նա վազում է, դիմում է, շարժում է։ Կրակը խորհրդանշում է նոր ուժ, մաքրում, ճշմարտության բացահայտում, խիզախություն, ներշնչում։ Կրակը ոչ միայն այրում է հինը, այլև լույս է բերում նորի համար։ Այս տարում շատ մարդիկ կզգան, որ իրենց ներսի հին սահմանները այրվում են։ Համադրությունը հրեղեն ձիու, սա թվականն է, երբ մարդիկ կսկսեն իրենց իրական կոչումը, հասարակությունները կշարժվեն ակտիվորեն, ճշմարտությունները կբացահայտվեն ավելի արագ, ամեն ինչ, ինչ ստվերի տակ է, դուրս կգա լույսի տակ։ Հրեղեն ձին ասում է. քայլիր քո ուղով, նույնիսկ եթե դա նոր է, անծանոթ է կամ վախեցնող։ Մարդկանց հանդեպ ինչ ազդեցություն, ինչ է փոխելու հրեղեն ձին կամ 2026 թվականը։ Մարդկությունը կանցնի նոր փուլ, նոր արագացված փուլ։ Ձիու և կրակի համադրությունը արագացնելու են բոլոր իրադարձությունները, այնինչ 2-3 տարի ժամանակ կպահանջեր, կարող է իրականանալ մի քանի ամսում։ Մարդու ներսում կարթնանա ուղղության զգացողությունը։ Մարդիկ կսկսեն հարցնել, որն է իմ ճանապարհը, ինչն է իմ իրական գործը, ուր եմ գնում։ Ներքին ճշմարտության դեմը փակել չի լինի։ Անձնական և հասարակական ազատության հարցերը կբարձրանան։ Ձին չի սիրում սահմանափակում։ Այդ պատճառով տարբեր երկրներում կարող են սկսվել փոփոխություններ ուղղված ազատությանը, արդարադատությանը, վերակառուցմանը, ստեղծագործական պայթյուն,
Նախաձեռնությունների աճ 2026 թվականը շատերի համար դառնալու է ստեղծագործ, օրիգինալ նախագծերի ծննդի տարի։ Գաղափարներ, որոնք տարիներ շարունակ մնացել են պահեստում, վերջապես դուրս հանեք, կյանքի կոչեք, իրագործեք։ Ուրեմն ինչպես մուտք գործել տարին, ճանապարհներ բացել։ Դա կարող է լինել բառի բուն կամ փոխաբերական իմաստով, ջերմ զրույց, նոր գործ, նոր ուսում, նոր կապեր, թվարկածներս բոլորը շարժ են։ Մաքրել հինը, հին պարտականությունների, վախերի, կապանքների մաքրումը շատ կարևոր է։ Հրեղեն տարում ծանրությունը դառնում է խոչընդոտ, ավելի թեթև։ Ստեղծեք ձեր շուրջը ամեն ինչ թեթև, հարմարավետ, մի ծանրացրեք ոչ մի բան, սկսած հարաբերություններից, իրադարձություններից, նույնիսկ եթե գնում եք խանութում կամ շուկայում առևտուր անելու, մի ծանրացրեք ոչինչ։ Ընդունեք արագ փոփոխությունները, քանի որ 2026 թվականը չի սպասի։ Ուստի ճկունությունը դառնալու է ձեր և յուրաքանչյուրիս հաջողության գաղտնիքը, սրա վրա ուշադրություն դարձրեք։ Ուրեմն ուշադրություններդ ուղղեք դեպի նպատակ, քանի որ ձին սլանում է այն ուղղությամբ, որն ինքը տեսնում է, եթե նպատակ չկա, շարժը կարող է դառնալ անկառավարելի, ուստի նպատակ ունենալը պարտադիր է։ Այնպես որ առաջի հանդիպմանը այսքանն էի նախապատրաստել ձեզ համար, սիրով, ուզում եմ հրաժեշտ տալ, սա իմ Անդրանիկ երևի եթերը կլինի, որ կուզենայի յութուբյան էջում տեղադրել, շնորհակալ կլինեմ, եթե լսելուց հետո ձեր կարծիքների, արձագանքների, հարցեր եթե կառաջանան, սիրով պատրաստ եմ պատասխանել, մնացեք լավ։